Ալո։ Նորո ջան, բարև, Գևորգյանն է, շտապ պետք է որ գաս բաժին։ Հիմա ինչ ա եղել։ Բաբկենի հետ է կապված։ Եթե խոսքը Հասմիկի ասածների մասին է, Չէ, ավելի լուրջ է։ Բաբկենին են գտել, կարևորը որ գաս։ այսինքն ինչ ա նշանակում գտել ենք։ Ողջ ա։ Նորո ինչ ա եղել։ Արի բաժին կխոսենք, հա։ Նորո։ Մագդա, արի դրոզի անկա, ես հիմա չեմ ուզում ուրիշ ոչ մի բանի մասին խոսենք, լավ։ Հա, բայց ինչ ա եղել։ Ում են գտել, որ սենց լարվեցիր։ Հորս մասին է, խոսքը նորմալ բան չասեց, ես չգիտեմ ինչ ա կատարվում։ Անոր։ Էդ ինչ ես անում, շատ զբաղված ես։ Ինչ ա եղել։ Շտապ պետք է սենց։ Դե տենց ասա, ինչ կապ ունի զբաղված եմ թե չէ։ Ուր գամ։ Որ տեսնում եմ վրա զանգում ես, ինձ թվում է բան ա եղել։ Չէ, ոչ մի բան էլ չի պատել։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց ես։ Չգիտես պատասխանը։ Լանա հասկանում եմ, որ չենք հանդիպում, չենք շփվում, բայց մարդ եմ, չէ, ուզում եմ իմանալ ոնց ես, ինչ ես անում, որտեղ ես։ Քնում եմ, արթնանում եմ։ Սպասում եմ։ Չգիտեմ ինչին եմ սպասում, բայց սպասում եմ։ Օրեր են լինում, որ ճամպրուկս հավաքում եմ, հստակ որոշում եմ, որ պիտի գնամ, հետո փոշմանում եմ, նորից հետ եմ դնում տեղը։ Ու տենց օրվա մեջ մի քանի անգամ։ Լավ զբաղմունք ա, չէ։ Կարող ա գժվել եմ։ Հա, շատ հետաքրքիր զբաղմունք է։ Հա, օրը սպանելու համար ընտիր ա։ Քեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Գիտես ինչքան շփթում ես ու փորձում ես այդ ամեն ինչը հումորի վերածել։ Սիրտս ավելի է ցավում։ Խնդրում եմ գոնե կապի մեջ մնա։ Խոստանում եմ, որ այսքանի ծափել հարցեր չեմ տա։ Բայց մեկ-մեկ որ զանգում եմ պատասխանի, անհանգստանում եմ ես։ Եթե խոստանաս, որ կպահես մեր պայմանավորվածությունը, կպատասխանեմ։ Տարօրինակ է քեզ խոհանոցում տեսնելը։ Դե հիմա ինձ ես տեսնելու արդեն խոհանոցում։ Բարձա։ Նորոն ուր է։ Տանը չի։ Բայց Էդոն խոստացել է, որ կգան ու միասին կճաշենք, երևի Էդոյի հետ կգա։ Կգան ու բոլորով միասին կյանքում առաջին անգամ կփորձենք քո եփած ճաշը։
Երանի կարիքը չլիներ իմ իբած ճաշը փորձելու։ Ես տեղյակ եմ, որ տան հետ կապված խնդիրներ ունեք։ Հասմիկ ինձ ներկայացրել է։ Ես գիտեմ, Հասմիկը ինձ տեղյակ պահել է, ասել է, որ եկել է ձեր մոտ։ Բայց ասեմ, եթե այդ գործի հետ կապված եք կանչել, ես չեմ պատրաստվում բողոքեմ։ Ու խնդրում եմ, եթե Հասմիկը կգա, ճանապարհեք թող գնա։ Ես գործին հաստատ ընթաց չեմ տալու։ Ես իմ հարցերը ինքս կլուծեմ։ Լավ չի, որ նման կարևոր հարցում այդպիսի տրամադրվածություն ունեք։ Ամեն դեպքում կորցրածը ժամացույց կամ հեռախոս չի, տուն է։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Դրա համար էլ ասում եմ, ես չեմ սիրում, որ իմ գործերի մեջ մարդիկ թույլ են տալիս իրանց խառնվեն, առհասարակ այն հարցերի մեջ, որ իրանց չի վերաբերում։ Դրա համար ասում, եթե Հասմիկը կգա, ու այդ թեմայից կապված կփորձի ինչ-որ բան ասի, ուղղակի ճանապարհեք թող գնա։ Լավ։ Ու եթե ես օրենքի կարիքս զգամ, ես շատ լավ գիտեմ դիմելու ձևն էլ, կարգն էլ։ Ես գիտեմ, որ ձեր նման մարդիկ հարցերը ուրիշ ձևով են լուծում։ Ինչ երիտասարդություն ենք մեծացնում, բայց փաստը մնում է փաստ։ Ուղղակի ասում եմ, եթե մեր միջոցով լուծեք, ավելի լավ կարող է լինել։ Բայց ես ձեզ դրա համար չեմ կանչել, ուրիշ բանի համար եմ կանչել։ Ինչի համար եք կանչել, բա։ Էս իրերը քեզ ծանոթ են։ Չհասկացա։ Այս ինչ իրեր են ու որտեղից պետք է ինձ ծանոթ լինեն։ Սահակյան Բաբկենի իրերն են, քո պապայի նորո։ Ինչ ես ունես։ Ինչ ես եկել գնաս տեղից։ Էլիզ մենք պետքա խոսենք, շատ կարևոր է։ Հասմիկ ջան, ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ։ Ոնց եկել ես, տենց էլ գնա։ Քանի ինձ զսպում եմ, գնա Հասմիկ։ Էլիզ, ես գիտեմ, որ ես սխալ եմ արել։ Գիտեմ, որ Դու ոչ մի բան էլ չգիտես։ Դու ոչ մի բան չգիտես։ Ոչ գիտես ընկերությունը ինչ է, ոչ գիտես հարգանքը ինչ է, ոչ էլ սերը։ Դու ոչ մի բան չգիտես, Հասմիկ։ Դու ոտքից գլուխ սխալմունք ես եղել։ Համ իմ կյանքում, համ էլ Նորոյի։ Ես չեմ ուզում ոչ մի բացատրություն լսեմ։ Ես Էդոյին խոսք եմ տվել, որ քո հետ բար չեմ փոխանակել, իսկ ես իրան չեմ ուզում խաբեմ։ Այնքան զզվելի ես։ Այնքան հիասթափված եմ քեզանից, որ անգամ չեմ ուզում կռվեմ քո հետ։ Այդքան էժան ես դու։ Այդքան ցածր ես, հասկանում ես, դու ոչ մի բան ես, Հասմիկ։ Պարզ է։ Էլիզ մի ասա տենց։ Բա ինչ ասեմ։ Մեջքից հետևը նենց խաղեր ես տվել, որ տունս կորցնում եմ։ Իմ տունը կորցնում եմ ու դրսում եմ մնալու։ Էլիզ, ես հիմա դրա համար եմ եկել, որ լսես ինձ կհասկանաս, ես գիտեմ ինչ պետք է անենք, ես գիտեմ ինչ պետք է անենք, որ ձեր տունը հետ բերենք, խնդրում եմ քեզ, ուղղակի լսի ինձ, հա։ Նորո, ուշադիր նայիր, իրերը քեզ ծանոթ են։ Կարամ հեռախոսը նայեմ։ Հա։ Հեռախոսը հաստատ Բաբկենինն է։ Բայց մնացած իրերը չեմ կարող ասել։ Ես ուղղակի իմ օր հետ երկար ժամանակ կապի մեջ չեմ եղել ու ոչ մի հստակ բան չեմ կարող ասեմ։ Կարաք ասեք, ես իրերը ձեր մոտ ոնց է հայտնվել ու ինչա կատարվում։ Այս պայուսակի մեջ բավականին մեծ գումար կա ու էլի թղթեր։ Բաբկենին ինչ որ բան ա եղել։ Մի 3 ժամ առաջ մի տղամարդ է վրա երթի ենթարկվել։ Գիտակցություն չունի։ Հիմա հիվանդանոցում է, փորձում ենք ճշտել։
իր մոտ մենակ էս իրերն են գտել։ Ու անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Բա այդ որտեղ է եղել։ Քաղաքից դուրս։ Ցավոք սրտի տեսախցիկներ չկան։ Վարորդը պնդում է, որ անթույլատրելի հատվածով անցել։ Եվ ինչ որ մեկը հետապնդել է։ Որ հիվանդանոցում է, ես պետքա տեսնեմ։ Նորո, Ես ուզում եմ տեսնեմ, հասկանամ հերեսա թե չէ։ Սենց չենք նստելու սպասենք։ տեսակցությունը արգելված է, բայց ես կփորձեմ միջամտել, որպեսզի կարողանանք գործին ընթացք տալ։ Այս գործը ես եմ քննելու։ Հիմա խնդրում եմ դրսում սպասեք, որ ես կարողանամ թույլտվություն ստանալ։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ դուժողը Բաբկենն է, որովհետև մատնահետքերը իրենն են ու թարմ են։ Նորո լավ հանգստացի, կարող է Բաբկենը չի։ Չլսեցիր Գևորգյանը ինչ ասեց։ Լսեցի դրա համար եմ ասում, բայց հələ չգիտեն ինքնությունը պարզված չի։ Հետո չտեսար, որ սեղանի վրա իրերը իրանն էին պատկանում։ Մատնահետքերն էլ լրիվ թարմ։ Ես հիմա չգիտեմ ինչա կատարվում, ես շոկի մեջ եմ։ Հա, հասկանում եմ քեզ։ Արդեն ծնողի մասին տես բան իմանա ու գլուխը պատեր տալով բան չգա։ Բայց ես հիմա չգիտեմ ինչ եմ զգում հետո։ Հա, նես չի որ ուրախ եմ։ Անկախ ամեն ինչից իմ ծնողն է։ Իր շնորհիվ որ լույս աշխարհ եմ եկել։ Բայց ես հիմա չգիտեմ ինչ եմ զգում։ Չգիտեմ ինչա կատարվում։ Այն զգացողությունը չի որ պետք է լիներ ծնողի հանդեպ։ Բայց մի վարքյան շուտ ուզում եմ իմանամ ինքնա թե չէ, գոնե իմանամ։ Չգիտեմ այդ։ Չգիտեմ ինչա կատարվում իմ հետ։ Բայց հաստատ այդ զգացողությունը չի ու այդ ինձ ավելի է ցավացնում ու ես սկսում եմ մտածել կարող է ես եմ վատը։ Այդ կարող է ես իրոք վատն եմ։ Դրա համար այդ զգացողությունը իմ մեջ չկա, բայց ասում եմ այն ինչ զգում եմ, այն ինչ կա։ Նոր ես քեզ լրիվ հասկանում եմ։ Հիմա չեմ ուզում վիճակդ բարդացնեմ, բայց տենց հոր հանդեպ այսքան անհանգստությունը որ դու ունես նոր, այդ արդեն լավ է։ Ու դու ամեն ինչի պիտի պատրաստ լինես։ Մի քիչ շատ չի էս ամեն ինչը։ Տատը հիմա չմարսած հիմա էլ ես։ Ինքը ինձ լավ ծնող չի եղել։ Մեր կողքին չի եղել, մեզ որփա թողել, հիմա էլ առանց տուն ա թողում հետո։ Բայց ես իմ մեջ հիմա աղոթում եմ, որ գնամ տեսնեմ ինքը չի։ Դե բնական է նորո, բնական է։ Դու ինչ որ մեկի մահը չես կարա ցանկանաս, ես քեզ առաջին օրը չի որ ճանաչում եմ։ Ու ես մի բան հաստատ է։ Ու այդ այնա, որ ես չեմ ուզում, որ ինքը մեր կյանքում լինի։ Բայց գոնե իմանամ, որ ապրում է, կա, ու այդ ինձ լրիվ էրի կա։ Լսում եմ։ Արդեն կարող եք գնալ։ Ես գգայի ձեր հետ, բայց այս պահին չեմ կարող, գործեր ունեմ։ Հենց տեսնես ու դուրս գաս կամ կզանգես կամ էլ միանգամից բաժին կգաս։ Հիմա հասցենք ուղարկեմ։ Լավ։ Հիմա ինչ, գործին ընթացք տալու համար նորոյցուցմունքն է պետք։ Հա, բայց պարտադիր չի որ նորոն լինի էլիս, դու էլ կարող ես։ Խնդրում եմ քեզ արի գնանք այդ ցուցմունքը տանք։ Ես էլ անկեղծ չեմ կարողանում հանգիստ քնեմ գիշերները։ Ամբողջ օրը դուք եք իմ մտքին։ Դու ես ձեր վիճակը թամար տատը, իսկ ես մեր միակ հնարավորությունն է, էլիս խնդրում եմ քեզ արի գնանք։ Եթե մենք գնանք ոստիկանություն ու այս բողոքը ներկայացնենք, այդ ժամանակ նոր ես կկարողանամ վկայություն տալ։ Բացառվում է։
Ես առանց Նորոյին ու Էդոյին մի բառ ասելու, տեղիցս չեմ շարժվի ու ոչ մի բան չեմ անի։ Էլիս Նորոն համաձայն չի։ Բա ինչ եք անելու։ Կորցնելու եք հայ տունը, որտեղ եք ապրելու Էլիս։ Գևորգյանը ասաց, որ կկարողանանք ինչ-որ բան անենք, բայց մեզ այդ բողոքն ա պետք։ Ես չեմ կարողանում հանգիստ քնեմ գիշերները, մեղքի զգացումը ինձ տանջում ա, հասկանում ես։ Իսկ ես մեր միակ հնարավորությունն ա, խնդրում եմ քեզ վստահի ինձ։ Եթե կուզես էլ քո կյանքում երբեք չեմ հայտնվի, բայց հիմա հավատա ինձ Էլիս։ Հասմիկ, քեզ հավատալը ինքնասպանության նման մի բան է։ Մենք տանը կապրենք, դրսում կապրենք, թե խրճիթում, թող քեզ ընդհանրապես չհետաքրքրի Հասմիկ։ Ուզում ես, չէ՞ մեզ լավություն անես։ Էլիս, հարց եմ տալիս, ուզում ես թե չէ։ Հա, ուզում եմ։ Դե որ հա չքվի մեր կյանքից։ Գնա ունեն ծարա, որ քո մասին ոչ լսենք, ոչ էլ տեսնենք քեզ։ Այդ ժամանակ սիրտս հանգիստ կլինի։ Այդ ժամանակ դժբախտության մեջ չեմ ընկնի։ Ուզում ես ասես, որ Հա, ուզում եմ ասեմ, որ քո հիվանդագին սիրով կյանքս թունավորել ես։ Ու այդ ամեն ինչը սեր անվանելը ամոթ է նույնիսկ։ Չի կարելի դրան սեր անվանել։ Գիտես ինչի, որովհետև երբ որ մարդուն սիրում ես, պետք եղած ժամանակ այդ մարդուն բաց ես թողնում։ Բաց ես թողնում, ոչ թե քո զգացմունքներով խեղդում ես իրան, ոչ թե ստիպում ես, որ քո ընտրած ճանապարհով գնա։ Բաց ես թողնում ու երջանկություն ես ցանկանում, հասկանում ես, Հասմիկ։ Դու Նորոյին չես սիրել, չէ։ Դու քեզ ես մենակ սիրել։ Հիմա էլ քո եսի հետևից ես գնում, որովհետև չես կարող ընդունես, որ Մագդան քեզանից լավն է։ Չես կարող ընդունես, որ Նորոն Մագդային ընտրել, չէ։ Էլի սուս մնա, մի շարունակ, ինչի համար ես ինձ ցավացնում, սուս մնա։ Լավ չի, չէ։ Բա որ դու ես ինձ ցավացնում։ Բա քարից եմ, որ դիմանում եմ։ Պապայիս հետ լավ լեզու էիր գտել։ Ինձ համոզում էիր հաշտվեի պապայի հետ։ Ինչի համար, որ իմ պլանը իրագործեի, չէ, Հասմիկ ջան, ոչ։ Գիտես ինչի էիր համոզում։ Համոզում էիր, որովհետև ուզում էիր մի ձև վատություն արածներ Նորոյին ու Մագդային։ Ու պապային էիր ընտրել ուղակի, պապան քեզ կոքներ է հարցում։ Ես հիմա եմ ամեն ինչ հասկանում։ Էլիս գալիս ես հիմա գնանք բաժին, թե չէ։ Ոչ, ոչ մի տեղ էլ չեմ գալիս։ Ուղղակի գնա Հասմիկ։ Ու մոռացի, որ Էլիզաննով ընկերուհի ունես, անշնորհակալ։ Ինչքան շատ եմ ցավացրել ես քեզ։ Իմ էս քայլը ինչքան շատ է ցավացրել։ Դե այդ ուղեղը մեկ-մեկ մտածելու համար է։ Որ մտածես կհասկանաս, որ այս կյանքը մենակ քոնը չի։ Որ այս կյանքում մնացածն էլ կարան երջանիկ լինեն։ Իսկ հիմա դուրս գնա, դուրս գնա։ Ուզում ես հետդ գամ։ Չէ, մի րոպեով մտնում եմ ու դուրս գամ։ Բայց դու Էլիզի հետ որ խոսես, հանկարծ ոչ մի բան չասես, մինչև հասկանաք ինչ է կատարվում, լավ։ Հա, չեմ ասի։ Շատ ահավոր բան է այդ։ Էդ ուր եք։ Տուն չեք գալիս։ Բան ա եղել Էլիս։ Էդո Հասմիկն էր եկել։ Դե ես էլ հետը երկար չխոսացի, դուրս եմ հանել տանից։ Հա, լավ ես արել։ Կգամ կպատմես ինչ էր ասում։ Էդ իսկ պապայից նորություն չկա։ Էդո չես լսում։ Դեռ նորություն չկա։ Կզանգեմ, հա, հետո։ Լավ։ Էդո, բայց եթե բան ա եղել, ասա էլի ձենդ մի տեսակ ա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, ինձ Գևորգյանն ա ուղարկել։ Այսօր վթարի ենթարկված տղամարդուն պետք է տեսնեմ։ Սահակյան Նորայրը դուք եք։ Այո։ Եկեք ինձ հետ։ Բայց մեկ րոպեով կարող եք տեսնել։ Չի կարելի։ Կներեք։ Իսկ գասեք վիճակը ոնց է։ Կոմայի մեջ է։ Գլխի շատ լուրջ վնասվածք է ստացել։ Բանը չկա Էլիս, նորմալ է։ Բա հիմա ուր եք։ Փողոցում Էլիս։ Էլի հարցեր ունես թե վերջ։ Էդ ես ուղղակի վախենում եմ։
Ինչի՞ս ես վախենում, Էլիս։ Բա որ այդ մարդը նորից գա ու ինձ տիպի դուրս գալ տանից, ինչ եմ անելու։ Հանգիստ տեղի ոչ մեկ էլ չի գա։ Ոնց եմ ատում ես պապային։ Ատում եմ իրան։ Ես ոնց իրան իմ կյանք թողեցի, հա, ոնց։ Եթե ինձ այդքան մոտ չթողնեի, իմ այս վիճակի մեջ չէի լինի էդո։ Էլիս, ամեն դեպքում ծնողը տա, տենց մի ասա։ Էդ ես դու ես։ Մի որոշ ժամանակ առաջ դու էիր կանգնում դիմացս ու ասում, որ պապաս ամենավատ մարդն է, որ նույնիսկ դեմ ես, որ իր հետ շփվեմ։ Էլիս, հիմա ուղղակի ոչ մի բան մի ասա, հա, հետո կզանգեմ։ Հե նորո, բաբկենն էր։ Էլ ոչ մի բան չեմ կարողանալու փոխել։ Երևի է իրոք վերջն է։ Չէ, դու։ Բաբկենը չէր, ուրիշ մարդ էր։ Ախպեր, ես ինչ լավ բան ասիր։ Բայց ես չեմ կարում հասկանամ։ Այդ դեպքում Բաբկենն իրերը ոնց է հայտնվել այդ մարդու մոտ։ Նորո կարևորը բաբկենը ողջ առողջ է, մնացած ընթացքում կհասկանանք։ Հա, բայց դու ինչ գիտես, որ ողջ ու առողջ է։ Հետո մի մոռացի։ Բաբկենի պայուսակի մեջ գումար են գտել, էդո, մեծ գումար։ Շատ հնարավոր է այդ գումարի հետ կապված վիճել է մի բան եղել է։ Ախպեր, հա, հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց հիմա ու չենք նստելու վատ ենթադրություններ անենք։ Գնանք Գևորգյանի մոտ, նորո մնացածը կհասկանանք։ Գնացինք։ Մագդա, բա դու նորեն չեք ամուսնանում։ Արև գնա պայուսակը դասավորի։ Բարձա, սխալ հարց տվեցի։ Չէ, Արևս, դու ոչ մի սխալ հարց չես տվել։ Ուղղակի դու էլ գիտես, որ Նորոյի տատիկը նոր է մահացել։ Ու չեն կարող մենք հիմա հարսանիքի մասին խոսանք։ Դե, որ դրա մասին շատ չեք խոսում, ասեցի հարցնեմ։ Ու որ քեզ հիշում եմ այն շորերով, տխրում եմ։ Ոչինչ, դու շատ մի մտածի։ Էս էլ կանցնի, մենք նորից հարսանիքի մասին կխոսանք։ Գիտեմ, պապան էլ է միշտ ասում, որ բոլոր վատ ու տխուր պահերը ժամանակավոր են։ Այ ապրես։ Դու միշտ պապայիդ ասածները լսի։ Ինչքան շատ լսես, այդքան քիչ քո այդ վատ բան կլինի։ Աշխատում եմ, ճիշտ է, պապան մի քիչ շատ բաներ է ասում, բայց փորձում եմ։ Թե դու բարձրացի պայուսակը թա դասավորի։ Լավ։ Ես գործով նոր հանգամանքներ են հայտ եկել, դրանով էի զբաղված։ Շատ ավելի լավ։ Որովհետև հիվանդանոցում պարկած մարդը հերես չէր։ Հետևաբար իմ մոտ հարցեր է առաջանում։ Այդ իրերը ոնց է հայտնվել այդ մարդու մոտ ու որտեղ է հիմա հերես։ Կարող է ինչ-որ լուրջ բան է եղել ու հիմա օգնության կարիք ունի։ Այդ հարցերը մենք արդեն պարզել ենք։ Քիչ առաջ ինձ մոտ էին եկել այն շենքի բնակիչները, որտեղ Բաբկենը վարձով էր ապրում։ Ասում են, որ գիշերը խոսակցության բարձր ձայներ են լսել։ Հարևաններից մեկը տեսել է պատուհանից, թե ինչպես է մի մարդ պայուսակը ձեռքին շենքից վազում դուրս։ Այսինքն Բաբկենի տուն գող է մտել։ Փաստորեն այդպես է դուրս գալիս։ Բայց հնարավոր է, որ ծանոթ էլ լինի, որը որ տեղյակ է, որ Բաբկենի մոտ մեծ գումարներ կան։ Բա ուր է հիմա ինքը, ինչի չի հետաքրքրվում։ Բաբկենի տունը արդեն հետախուզել ենք։
Մի քանի կոտրված իրեր կան եւ ճամպրուկներ։ Պատրաստվել է երկրից դուրս գալ։ Ոչ միայն ճամպրուկներից են ենթադրում, այլ նաեւ իր անունով գնված ավիատոմս կա։ Առավոտյան պետքա թռիչք լիներ։ Հիմա Բաբկենի տեղը հայտնի չի։ Փորձում ենք պարզել։ Թռել է թե չէ։ Բայց դուք վստահ եք, որ իր հետ ամեն ինչ լավ է ու այդ ժամանակ չի վնասվել։ Ինչ որ գիտեի արդեն ասացի, ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Այդ գողությունը գիշերն է կատարվել։ Կարող է խփելա, փախելա, հետո հետ է եկել, որ հետքերը մաքրի։ Ես այդպես չեմ մտածում։ Ու ինչ եք մտածում։ Էդո խնդրում եմ պատասխանի կամ գոնե հետ զանգի անհանգիստ եմ ձնուտ մի տեսակեր։ Որ իրականում Բաբկենն է փորձել մարդ սպանել։ Որովհետև հատակից գտնված դանակի վրա Բաբկենի մատնահետքերն են։ Ինձ թվում է արդարացված է, որ Բաբկենը փորձել է տես բանանի։ Բա մտել են մարդու տունը փորձել են թալանել, բա ոչ էր նստելու նա էր։ Նման մարդիկ եթե վախենալու բան չունեն, միանգամից կզանգեին ոստիկանություն։ Լավ, բայց ո՞նց է ստացվում, որ այդ իրերի վրա այդ մարդու մատնահետքերը չկան։ Դուք ասում եք, որ մենակ Բաբկենինն են թարմ վիճակում։ Այդ կյանքով ապրող մարդիկ հաստատ իրենց գործելակերպն ունեն, ու չեմ կարծում, որ համապատրաստից կմտնեն ուրիշի տուն ու կկպնեն իրերին։ Երևի հարցս անիմաստ թվաց։ Ուղղակի որ դուք ասեցիք հնարավոր է ծանոթներ լինեն, ես չմտածեցի, որ տենց պատրաստված կմտներ ծանոթի տուն։ Համենայն դեպս, եթե Բաբկենին ինստուկացից տեղյակ է եղել, հաստատ գիտեր որտեղից ինչ կարար վերցներ։ Սա ընդամենը ենթադրություններ են։ Քննությունը դեռ շարունակվում է։ Խնդրում եմ հենց նորություն լինի, ինձ անպայման տեղյակ պահեք, լավ, այդ շատ կարևոր է։ Անպայման տեղյակ կպահեմ։ Ես ինչ խառը պատմություն ստացվեց ախպեր։ Գլուխս արդեն պայթում է։ Զգում ես, չէ, դու էլ հանգիստ կյանքով ապրել հնարավոր չի։ Կյանքս լրիվ կրիմինալ կինո է դարձել։ Նորո մի րոպե։ Գիտեմ, որ հիմա դրա քննարկելու ժամանակը չի, դու միակ պապայի մասին ես մտածում, բայց Բաբկենի մոտի գումարը կարող է օգնել տան հարցում։ Այսինքն պայուսակի մեջի գումարը այնքան է, որքան կարժենար բնակարանը։ Գործարքը կանխիկ է արվել։ Ճիշտ է, հիմա քննություն է գնում եւ չենք կարող այդ գումարին կպնել։ Բայց վստահ եմ, երբ որ գործը փակվի, կարող ենք ինչ-որ բան անել։ Այսօրվա միակ լավ նորությունը։ Շնորհակալ եմ, որ ուզում եք օգնած լինեք։ Հա, ուզում եմ օգնել, որովհետեւ խաբեություն է տեղի ունեցել։ Չարժե դրա վրա հաշփակել։ Ամեն դեպքում կապի մեջ կլինենք։ Եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել, վստահ եղիր, որ կօգնեմ։ Մերսի շատ։ Գոնե տան հարցը լուծվի։ Ջան։ Ինքան վատ բան ա եղել, որ էլ ոչ մի բանին չեմ ուզում հավատամ, որ հետո անիմաց չկոտրվեմ, ախպերս ոնց որ միշտ։ Գնանք տուն։ Դու գնա, ես կգամ։ Մնում ես ինչ անես։ Դե հիմա անձնական գործեր ունեմ, Նորո ջան, ամեն ինչի մեջ վատ բան ման մի արի։
Էլիս կգամ, որ խոստացել եմ, ուրեմն կգամ։ Մեկը բան ա եղել։ Դու խափում ես, ես զգում եմ, որ դու ինձ խափում ես, հետո։ Լավ էլի Էլիս։ Հատկապես հիմա այս խառը շրջանում, երբ որ ես այսքան անհանգիստ եմ։ Կգամ կխոսանք։ Նորո ջան, բարև, Աստղիկն է Ամերիկայից, Շուշանի դասարանցին, պետքա որ հիշես ինձ, Շուշանի հետ միշտ կապի մեջ ենք եղել, անգամ այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում էր, երկար ժամանակա ձեզանից լուր չունեի, ու շատ եմ ուզում, որ խոսենք, քեզ երբ է հարմար, թեկուզ 5 րոպեով, կզանգես,